Բարև ձեզ, նախ բարի եկեք Հորդանան, որպես Ռոման Բաղդասարյան, մենք հետևում ենք ձեր հաղորդումներուն։ Ես Անտրանիկ Օհաննես Լեպեջյան, Հորդանան ծնված, Հորդանան մեծած, Հայաստանի մեջ ուսանած Պոլիտեխնիկ ինստիտուտը։ Հիմա հայերը այստեղ նորմալ վիճակի մեջ են։ Ես ազգային դեղական խորհրդի անդամ եմ Հորդանանի հայերը ժամանակին այստեղ շատ էին 50-ական 60-ական թվականներուն, բայց պատերազմի պատճառով, ուրիշ պատճառներով մեծ մասը թողեցին կացին, մեկ մասը գնաց Հայաստան, մոտ 30 ընտանիք Հայաստան փոխադրվեցան, մեկ մասը Եվրոպա, Ամերիկա, Ավստրալիա, հիմա քիչ է թիվը։ Մենք դպրոց ունեինք, դպրոցը 1930 թիվեն հիմնվել է, այսինքն ամենահին դպրոցներից մեկն է, նույնիսկ ամենահին առաջի դասեն մեջն է։ Լավ էր, հիմա թիվը բացեցավ շատ հայերին, սկսավ դպրոցը ծախսը չփակել, մենք դիմեցինք տարբեր դեղեր, նույնիսկ Ամերիկա, Փարեգործական, Բادرիարքարան, Հայաստան, մշակութային գաբի կոմիտե, որ օգնեն մեզի, ցավոք չեղավ, ստիպված փակվեցավ դպրոցը։ Մնաց 20 աշակերտ մենակ։ Նախ դպրոցին դեղնալ հերու էր նոր ամմանեն, դժվարացան մարդիկ բերելու դանելու, այս պատճառներով փակվեցավ դպրոցը։ Նույնիսկ թիմեցինք, ասենք գորոշենք, գնենք, բայց պատասխան նույնիսկ չեղավ։ Զարեխ Սինանյանին կողմ է, որ օգնեն մեզի ցեղումը, ասենք գնայինք, ոչ չսին, բայց պատասխան չեղավ նույնիսկ 4 տարի գլագոր, 5 տարի գլագոր։ Դուզենք, որ ավելի հետաքրքրվին Հորդանանով, այսինքն ոչ թե բոլորը սպիրկի հայերով, մանավանդ Հորդանանով։ Հիմա աշխատանք կդարվի գոր, հոս արաբներն կողմ է ամիսը մեկ օտանավ հանեն ամման Երևան։ Դուք քաչալեր ենք, որ ըլլա, որովհետեւ մենք արաբեր եշուչամբ երտանքանք։ Հիմա այդ աշխատանքը գնում աստեն մինչև նոր դարի արդեն մինչև դարուն վերջը անգի առաջ կսկսի ամառը օտանավները դեպի ամման Երևան։ Որով ամման Երևան 2 ժամ է, մենք 24 ժամին կհասնենք գոր։ Դուբայով, Կատարով, Լիբանան, Սուրիա չմնաց։ Ասե վիճակը։ Մենք այստեղ ապրում ենք Հայաստանով, Հայաստանի լուրերը առնելով եւ ուրախ ենք, որ Հայաստանը լավ է։ Հիմա խաղաղության պայմանագիրը որ դիմի, կարծում ենք ավելի լավ գտնի բոլորիս համար։ Մենք հետևում ենք ընդհանրապես լուրերին Հայաստանի մոդեն գեհդեվինք ինչ կլա, ինչ կդառնագոր, ինչ չլարգոր, գուզենք, որ ավելի ժողովուրդը իրարու հետ միասին լան, այսինքն բոլորս լանք պետության հետ, ոչ թե իշխանության հետ։ Ուրիշ երկ չկա, մեզ կգարձենք, որ ուրիշ երկ չկա, եթե բոլորը պետության հետ չլինեն, բադ է վիճակը Հայաստանին, անանք կգարձենք։ Գուզենք հետաքրքրվին իրենք Հայաստանի իշխանությունները սպիրկի հայերով։